Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Նա Աստծո աջ կողմն է, Հռոմեացիս 8:34։ Նա, ով մի ժամանակ անարգված ու մերժված էր մարդկանց կողմից, հիմա զբաղեցնում է սիրելի և պատվավոր որդու տեղը։ Աստծո աջ կողմը մեծափառության ու բարեհաճության վայր է։ Մեր Տեր Հիսուսն իր ժողովրդի ներկայացուցիչն է։ Երբ նա մահացավ նրանց համար, նրանք հանգիստ գտան, երբ հարություն առավ, նրանք ազատություն ստացան, երբ նստեց իր հոր աջ կողմը, նրանք շնորհք, պատիվ և փառք ստացան։ Քրիստոսի համբարձումն ու բարձրացումը ընդունելություն, պահպանություն և փառք են ապահովել իր ամբողջ ժողովրդի համար, քանի որ նա նրանց գլուխն ու միջնորդն է։ Այնպես որ, որպես մեր ներկայացուցիչ, Աստծո աջ կողմը նստելով, նա երաշխավորել է մեր ընդունելությունը երկնքում, ով սուրբ։ Թող այս միտքն օգնի քեզ տեսնել քո ազատագրությունը դատապարտությունից։ Ո՞վ է, որ դատապարտում է, Հռոմեացիս 8:34։ Ո՞վ կարող է դատապարտել նրանց, ովքեր Հիսուսի մեջ են, Աստծո աջ կողմում։ Աստծո աջ կողմը նաև զորության վայր է։ Ողջ իշխանությունը երկնքում և երկրի վրա Քրիստոսին է տրված, որը նստած է Աստծո աջ կողմում։ Ով կարող է պատերազմել այն ժողովրդի դեմ, որի հրամանատարն այդպիսի զորությամբ է օժտված։ Ով իմ անձը, ինչը կարող է կործանել քեզ, եթե ամենակարողն է քո օգնականը։ Որ սուրը կարող է հարվածել քեզ, եթե Բարձրյալը հովանի է քեզ։ Հանգիստ եղիր, քանի որ դու ապահով ես։ Եթե Հիսուսն է քո հաղթական թագավորը, որը քո բոլոր թշնամիներին ոչնչացրել է իր ոտքերի տակ, եթե մեղքը, մահը և դժոխքը հավիտենական պարտության են մատնված նրա կողմից, ապա դու նրա մեջ գտնվելով երբեք չես կարող կործանվել։ Հիսուսի անունն է զորավոր ու մեծ, մեր ոսոխներին փախուստի մատնում։ Հիսուսը գառը բարկացած, բայց հեզ պատերազմի մեջ առյուծ է դառնում։ Դժոխքն իր զորքով դիմադրում է մեզ, բայց տապալում ենք նրանց բոլորին, հաղթելով Տիրոջ սրբազան արյամբ, շարունակում ենք հաղթական ուղին։